Ճտ, սամոտ ճտանը։ Բարի ողջույն, սիրելի ժողովուրդ, ընկերություն, ով գնահատում հարգում է իմ աշխատանքը, հոգնել է անկեղծ ասած, որի մեջը դուրս չեկալի այդ Արմանը, որ գնաց տխրեցի, բայց հիմա մի շատ հրաշալի աղջկա հետ եմ մտերմացել, իր մամայի հետ եմ մտերմացել, իրանք երկուսն էլ ընկերուներն են, բայց մեր աղջիկը տարավ իմ աղջիկը, արդեն ինքը կկա կնկարահանի ավելի ճիշտ և ինքը գիտի և վաղվանից օգոստոսի 12 խավարումը արևի կսկսի, այդքան սարսափելի չվախենանք, որտեղ որոշ այնպես են արևի խավարում անվերխա երկնքը փուլ չի գալու, հանգիստ մնացի։ Ուղղակի մարդկային յարդերը իրեն չի դիմանում, որտեղ անարդարությունը ու հոգնածությունը տեսի, որ մեծան շատ է։ Սրիկայությունը, խաբեությունը, ագահությունը, թալանը շատ է։ Հենց խավարումը դրա համար է, որպես այս ամենը մաքրվի, որ հաջորդ խավարմանը, դա փետրվար ամիսն է հաջորդ տարի, օգոստոսի 2-ին էլ կարելի խավարում, 5 խավարում է լինելու հաջորդ տարի, որպեսզի հարվածներ չստանան, որովհետև խավարումը նշանակում է կատալիզատոր։ 12-ին կլինի արևի խավարում, լուսինը կլինի արև լուսինառության աստեղություն, Յուպիտերը առյուծում ու ինչ է իրանի Մարսը խեցգետին ընտանիքներին, ծնող երեխա հարաբերություն, հատկապես հայր, այս հարաբերությունների, պապաներ ձեզ շատ ճիշտ պահեք, յուրաքանչյուր առում, շատ ճիշտ պահեք, որ վաղը երեխաները ձեր արարքների համար պատասխան չստանան, երեխաները, որտեղ չեն հասկանում, դի մեծանա դառնա 18 տարեկան։ Իսկ 18-ից մեծերը կամ են երեխեք ու ուղեղները հասուն ու լուրջ են, չամաչեն իրանց պապաների արարքների համար, կլինի խավամոլություն, կլինի նարկոմանիա, հարբեցողություն, դավաճանություն, հայրենիքի նաև դավաճանություն, թալանության, որովհետև 18-19 տարեկան 44 թվին որ եղավ, այդ ամենը պատասխան է, դա դավադրություն է, չլինի, որ 18 տարին անցնի նորից հարվածներ ստանան, չլինի, որտև և լավը և վատը լինելու է, 13-ին կլինի նորալուսին, ինչքան կարող եք բարի ու լավ ծրագրեր դրեք, ինչքան կարող եք բարի ծրագրեր դրեք, բարի, ով որտեղ կթալանի, ով ում կխապի, ինչ կանի ձեր ոչ մեկի գործը չի, հենց իրենք իրանց ընտանիքներում պատասխաններ ունեն ստանալու ոչ լավ, առաջինը դրանք հիվանդություններն են, ու այն մարդիկ, ովքեր շատ ապահոված են, որովհետև արդար քրտինքով ոչ ոք չի կարա 4-5-6-10 բնակարան առնի, մարդկա լիք ունի աշխատել, բայց մարդկա մի հատ էլ չունել աշխատում է քրտնինքով, այն մի բնակարանը չուր, հենց իմ տունը քրտնինքով բնակարան էր, քրտնինքով, այո, իմ հորական տներից այդտեղ որ ապրել եմ ու քրտնինքով էր 2 եղբոր կողմից կառուցված, ինչ շատ անգամ ասում են հերիքա տանդ մասի խոսած, ոնց չխոսավ, ես իմ օրինակով բոլորին եմ օրինակ բերում, ով ում տունը թալանել է, ապօրինի վերցրել է, շատացրել է, ես չգիտեմ ինչ բառեր ասեմ, հենց իրենք կմնան անօթևա, իրանց ունեցվածքը ոչնչանա, հիմա իրանք ատամներով իրանց ընտանիքը կաշխատեն պահել, որովհետև հիվանդություններ կա սրտի, կանանց քաղցկեղի, ես որոշել եմ վաղը ասել ես ամեն ինչը, բայց հիմա էլ եմ ասում, որտեղ լույսը բացվելու է, ու այն գյուղատնտեսները, այն գյուղացիք, ովքեր ունեն բանջարեղեն, մի քիչ ազնիվ եղեք, էլի խնդրում եմ ձեզ, հերիքա այդ լոլիկները սրսկեք, հերիքա այդ բանջարեղենները սրսկես, կտրում ես մեջը ոզնի փշեր է դուրս գալիս, չէ որ ուտում են մարդը, ես գիտեմ, որ դուք դա չեք ուտում, բայց դուք ձեր կրպանի փողի համար դուք թունավորում եք մի ամբողջ ժողովուրդ, այդ փողերը, որ դուք այտենց հավաքում եք, դա էլ է թալան, դուք միան պետությանը մի նայեք, միան մի օլիգարխների նայեք, բա դուք հացթուղթն է, խոհարարն է, գյուղատնտեսն է, կովկը թողն է,
ամեն տեղ կա խաբեություն, անարդարություն այդ գրոշների համար։ Գրոշներ, այ որտեղ այդ գումարները որ խաբեությամբ մտնում է ձեր տուն, դուք հիվանդանոցներում եք ծախսելու այդ փողերը։ Ամբողջ մի տարի այդ սինտեզը գնալու է, որը սկսվել է հուլիսի 1-ից, կտևի մինչև 27 թվականի հուլիսի վերջ, բայց հիմա քանի որ Մարս մոլորակ արդեն գտնվում է Խեցգետնին, որը տունտեղ ընտանիքն է նաև հայրենիք ու Հայաստանը, անցյալի հիշողությունների, դավաճանությունների բացահայտման եւ խաբեության ֆրիկներով, որպեսզի դուրս գան, որտեղ վախեր կա։ Վախեր կա կեղծիկի բացվելու ու կանեն կրկնակի ստորություն։ Այդ այլ սկսվել է արդեն կտևի մինչև սեպտեմբերի վերջ։ Ու հարվածներ ընտանիքին, ստամոքսի ցավեր, խնդիրներ, վերահատումները հիմա շատ լինելու, շատ, կոնկրետ չեմ կարող ասել հենց այս ինչ օրգանին, առաջինը դա սիրտն է։ Եվ բժիշկների մոտ էլ կա խաբեություն, չնայած բժիշկներ կան, նրանք հրաշքներ են գործում։ Այնքան են մարդու վիճակը բարդացնում, անհապաղ վերահատություն, եթե հիմա չվերահատես, այս աշխարհից կգնաս, խաբում է, մի քանի տեղ էլ գնացեք ստուգվեք։ Իրոք հրաշալի բժիշկներ մենք ունենք, ասում եք գյուղ կա շունչ չլինի, ամեն տեղ գնում է խաբեություն հիմա, ամեն տեղ, որտեղ տիրոջ գալն է մոտեցել, իրոք տիրոջ գալը մոտեցել է, հիմա մաքրվում ամբողջ աշխարհը, այս երկնային աղետները հենց այնպես չի։ Ջրհեղեղները հիմա Հայաստանում կսպասվի, երկրաշարժներ, որտեղ պատերազմ չկա, այնտեղ կա երկնային աղետ։ Պատերազմները կա դեռ չի վերջացել ռուս ուկրաինական պատերազմը, ես դեռ չեմ տեսնում, որ վաղը դա պետք է վերջանա։ Շատ երկրներից հետ կգան, հայեր հետ կգան, ու շատ երկրներից օտարազգիներ կգան Հայաստան, թողան Հայաստանը հարստացնեն ու շենացնեն, փող լսու, չնայած մենք ենք շենացնելու, բայց մի կպեք աշխատող ժողովուրդի։ Հենց այնպես չի, որ օտարազգիներ են գալու, նայեք ու սովորեք, որ նա ճիշտ, նայեք ու սովորեք, որ չանեք ոչ մի վատ բաներ։ Մեր Հայաստանի դռները, սահմանները բաց է բոլորի առաջ, մի քիչ առողջ տատեք։ Աշխարհում պատերազմը կվերջանա, եթե լինի սեր, միայն սերն է, որովհետև իրար հետև կործանումներ է գնում, միայն Հայաստանին է լավ լինելու։ Մի քիչ այդ գրոշանումները կշտացեք, էլ ինչ կնի, կշտացեք, հատկապես հողի ժողովուրդը, գյուղացին, որ բերում է քաղաքում բան է վաճառում։ Մի սերսկեք, մի այդ քիմիան մտցրեք, ամենտեղ քիմիա գնում, երեխեքը խնդիրներով են, տեսեք, տալիս է հրաշք երեխաների ծնունդներ, այն մայրերը կանայք, ովքեր երկար ժամանակ երեխաներ չեն ունեցել հրեություն կլինի և հրաշալի երեխաներ կծնվի ամեն առումով։ Բայց դրայից զուգահեռ նաև խնդիրներով երեխեք են ծնվել, որտեղ նա էլ է լինելու, ընդհանրապես ամբողջ Հայաստանը այդպես, քանի որ մենք այցեղ ջուր ենք, 50-50 է, մեզ մոտ ամեն ինչ։ Ամուսինների վեճերը մեկի վրա չի կարելի բարտելելի 50-50 է։ Ես ուզում եմ վերջացնեմ հիմա, որ վաղը ես բավականին հետաքրքիր նյութեր եմ պատրաստել խոսելու խաբարման համար ու էլի մինչև լույսը բացվել է, ինչքան կարող եք բարի եղեք, սիրեք, իրար սիրեք, կյանք, բնություն, ամեն ինչը սիրեք։ Սիրեք ու ներեք, չեք ուզեք, մի խոսեք, դա պարտադիր չի, մի խոսեք, բայց բնությունը մի ապականեք։ Ես որոշել եմ վաղը մեղուներից խոսալ, լույսնային օրը կասեմ ու որոշել եմ հետաքրքիր մի հատ իմ մոգոնած հերթական խոհարարությունը ցույց տամ ու հրաշալի մի աղջկա եմ հրավիրել, այդ օրը կտեսնեք, միամ կարճ ասեմ ինքը երգչուհի է։ Հետո կտեսնեք Եվանումին և իրեն կտեսնեք ու մի հետաքրքիր բան եմ որոշել եփելու, միասին կհամտեսենք, կճաշակենք և խոսեմ լույսնային օրերից և մեղուներից, որտեղ շատ հետաքրքիր աշխարհ ունեն և մեղուները, որ մարդկությունն է դա նաև, որ ընդեղ մեղուների մեջն էլ, որ մայրը ինչքան ծագերը, 1500-ից 3000 ինչքան գիտեմ, իրանք ծագուկներ են ունենում, ծվադրում են, ու տեղ կա բոր, որ ժողովրդի մեջ միշտ բորը լինում, ընտանիքը, համայնքա կոչվում այդ մեղուն,
Այդ բորն էլ ընտանիքի մեջ են կատկիրտոնը կը որ ասում են մեր Հայաստանում անտեղ այդ բորերը կան, որ են աշխատող մեղուները դրան տշում են ու հանում են իրանց համայնքից, իրանց ընտանիքից հանում են դուս։ Հիմա 12 օգոստոս այդ մաքրման շրջանը այն բորերին պետք է հետևների քացով տակ ու Հայաստանից ռադանեք։ Ով Հայաստանը չի սիրում, ով այս կարգերը բարգերը չի ընդունում, միայն թողնես քննադատի դատարկ ուղեղով, իրանք այդ բորերն են։ Հարկավոր է այդ բորերի ռադանել Հայաստանից, թող գնան ուրիշ երկրներ, թող գնան Ադրբեջան։ Ալիևն ընդունում է իրանց, թող գնա ինչ ուզում են ընդեղ անել, բայց Ռուսաստան չեք կարող գնալ։ Չեք կարող, ես 2 տարի առաջ ասել եմ, վաճառեք, եկեք, հետո կուզենաք չեք կարող։ Ինձ ասում է, քո տղային թող կա, ձեր գործը չի, բայց իմ գործը բոլորին է, որտեղ ես Հայաստանը շատ եմ սիրում, Հայաստանի ժողովրդի մասն եմ ասում, իմ ճանապարհը բաց է, ես շատ հեշտ կարող եմ գնալ, Եվրոպա կարող եմ գնալ ու շատ հանգիստ ապրել, բայց ես Երևանը շատ եմ սիրում ու իմ տուն, իմ թաղը, որտեղ ես ծնվել մեծացել եմ ու իմ տղաները նույնպես։ Իմ դպրոց, իմ այդ փողոց են առաջվա կինո Մոսկվան հացի խանութը, Կարաբելիջը, բոլորը կինո պիոները, որ ապականեցին ընդեղ, 20 դրամով, 20 կոպեկով, 10 կոպեկով մենք կինո ենք գնում, ինչ արեցին կինո պիոները, իմ երեխեքը կգնային կինո պիոներ, իրանք Տոմսկարնին կինոր կգնային, ոչ թե կինո Մոսկվային, մի հատ անճաշակ ընդեղ փոքր դալիճ են արել շոքելը, որ ընդեղ գնան մանկական ֆիլմերը իսկի չկա։ Այս քննադատությունները ես տանեմ, որտեղ Երևանի համար են դա ասում, որ սթափվեք մի հատ, պարոն Ավինյան ու վարչապետ Փաշինյան, այդ ազգային ժողովը ու այս հասարակությունը ու Երևանը կապ չունի դուք որ գյուղից եք, ռայոնից եք, բացարձակ Երևանում եք ապրում, Երևանը մայրաքաղաք է, ոչ թե կուրորտնային քաղաք է, պլաժնոյ, ծովափնյա, որ կիսա մեր քաղաքում քայլում եք, այս էլ է ձեր գեղեցություն, կավառությունը, որ դուք քաղաքում կարաք բացանեք, քայլեք։ Գնացեք որտեղ ուզում եք, բայց մայրաքաղաքում չի կարելի կիսատկլոր մանկար։ Չի կարելի, սա մայրաքաղաք է։ Պետք է մարդը հասկանա, որ մայրաքաղաքը լճապնյա, ծովափնյա քաղաքներից պետք է տարբերվի։ Այս բանել ձեր գլուխը մտցրեք։ Ու ես ուզում եմ, որ վարչապետը շատ խիստ օրենքներ անի, շատ խիստ, ու վաղնել եմ դա ասելու, դատա իրավական համակարգը քո քաղան անի, ու բոլորին անխտիր հանի շպրտեն բորերն են, ու կարգի, որ կարգու կանոնել, որ մարդիկ վերադառնան իրանց տները, ովքեր կորցրել են, այդ սրիկանները, որ ձերքերը թաթեր անմետեղ գցում են, իրանք այդ բորերն են, որ ոչ մի բանից իրանք տուն են ունենում։ Այսքան է, վաղը կհանդիպենք, բայց ամը չգիտեմ, ձեզ համբերություն և խաղաղություն։